Ռուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններում խախտումների հաճախակի բացահայտումների պատճառաբանությամբ։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը Ռոսսելխոզնադզորը պնդել է, թե Հայաստանից Ռուսաստան մտնող մթերքներում արգելված օրգանիզմներ են լինում։ Հետևաբար համարում են, որ հայկական վերահսկողությունը բավարար չի աշխատում։ Հայաստանից Ռուսաստան մտած ծիածանափայլ կարմրախայտի քաշն օրինակ կասկածելի են համարել։ Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ կարմրախայտը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ապրանքին, անբնականորեն ծանր էր կշռում ավելի քան 5.5 կիլոգրամ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը սաղմոնների ընտանիքից էր կամ այլ տեսակի կարմրախայտ։ Ռոսսելխոզնադզորի ղեկավարն ու Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարներն օնլայն հանդիպում են ունեցել։ Հայկական կողմն իր հերթին հաստատել է, որ առաջիկայում Ռոսսելխոզնադզորի ու ՍԱԱՏՄ մասնագետների համատեղ ստուգումներ կիրականացվեն այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։ Առհասարակ ԵԱՏՄ-ի կանոններով Հայաստանում ու Ռուսաստանում պետք է անվտանգության եւ որակի նույն պահանջները գործեն, իսկ երկու երկրների լաբորատոր փորձաքննության պատասխաններն էլ երկուստեք ընդունելի լինեն։ Բայց փաստացի ստացվում է, որ ռուսական կողմը որոշ դեպքերում ավելի շատ իր սեփական ստուգումներին է վստահում, եւ հենց այդ պատճառով էլ ռուս մասնագետները առաջիկայում կգան Հայաստան ու հայ գործընկերների հետ համատեղ ստուգումներ կանեն հայաստանյան ձկնաբուծարաններում, ջերմոցներում եւ այգիներում։ Ազատության զրուցակիցը, որն ավելի քան 10 տարի զբաղվում է Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխմամբ, իր երկարամյա փորձի հիման վրա հետևություններ է անում։ Նրա խնդրանքով ձայնը փոխել ենք։ Դրատակ տեսնում են քաղաքական իրավիճակներից առաջացած պատասխան։ Ուրիշ բան չկա։ Մեծ փորձագետ էլ պետք չի լիներ, որ քննարկենք այդ հարցը։ Ռոսսելխոզնադզորը պնդում է, Հայաստանից կարանտինային արտադրանք արտահանողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը։ Ըստ ծառայության հայկական կողմը զրույցի ընթացքում ընդունել է, որ դժվար է իրականացնել ապրանքների հետագծելիությունը, ինչպես նաև բուսասանիտարական վերահսկողությունը։ Հայկական կողմի հայտարարությունում այս մասին ոչ մի տող չկա։ ՍԱԱՏՄ-ից այսօր ոչ մի մեկնաբանություն չտվեցին։ ՍԱԱՏՄ ղեկավարն ամիսներ առաջ նշել էր, թե Հայաստանից Ռուսաստան գնացող ապրանքներում հնարավոր է խնդիրներ ծագեն, բայց դրանք շտկվում են։ Նախ անցյալ տարի եղավ խնդիր կաթնամթերքի հետ կապված, որ սենց խնդիրները իրանք պարբերաբար միևնույնն է լինում են, հիմա մի այսինքն այսօր մենք ունենք կազմակերպություններ, որոնք ռուսական կողմից ինչ որ լաբորատոր անհամապատասխանություն միգուցե գա, մենք իրանց վերցնենք ռեստերում կարգավիճակը փոխվենք, վերցնենք ավելի ոնց որ ասած ուժեղացված ռեժիմի տակ, որից հետո 10 նմուշ առումանում ենք, խնդիրը չի լինում, այսինքն մեր ամեն օրվա աշխատանքն է դա, որը որ պարբերական տարբեր կազմակերպությունների հետ լինում է։ Դիները ամեն օրվա ռեժիմով աշխատանքային լուծում են։ Ապրիլի սկզբին Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Մոսկվայից սկսել են ավելի հաճախակի հորդորել Հայաստանին արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև։ Անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել էր Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի զրույցը։ Президент Путин 1 апреля, принимая в Кремле премьер-министра Пашиняна, об этом откровенно сказал, что мы будем... Նախագահ Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում վարչապետ Փաշինյանին բաց տեքստով ասել է. «Մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը կանգնի Եվրոպական միությանը անդամակցելու ուղու վրա։ Այնտեղ պարզապես միմյանց բացառող պարտավորություններ են, ներառյալ առևտրային ռեժիմները եւ շատ այլ բաներ։ Սա մեր դաշնակցային պարտականությունն է, բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում եւ ինչով է Եվրասիական տնտեսական միությունը տարբերվում Եվրոպական միությունից»։ Այսպիսի հայտարարություններն են մի խումբ բեռնափոխադրողների մոտ այն տպավորությունը ստեղծել, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին փոխվում է նաև իրենց աշխատանքը։ Օրինակ Ռուսաստանի հետ ցամաքային միակ ճանապարհին Լարսում խնդիրներ են առաջանում, տեղափոխվող բեռներում պարզվում է օտար մարմիններ են լինում։ 11 թվից ես ինքս բեռնափոխադրման մեջ եմ, ոչ մի խնդիր չենք տեսել։ Ավելի վատ ապրանքներ ենք տարել, հավատացեք ինձ։ Հիմա այս պահը այն պահն է, որ իդեալական ապրանք էլ տանենք,
Միևնույնն է, ամեն ինչի մեջ հիվանդություններ են գտնելու։ Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, ամեն ինչ էլ հասկանում ենք։ Հիմա այստեղից մեզ ուրիշ բան են ասում, բայց մենք իրականություն ուրիշ բան ենք տեսնում։ Չնայած վերջին շրջանում Ռուսաստանը տարբեր ուղղություններով բարձրաձայնում է խնդիրներ ծաղիկների, ձկան, կոնյակի, ինչպես նաև Վալբերիսի եւ Օզոնի հարթակներում հայկական ապրանքների վաճառքի սահմանափակումների վերաբերյալ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ռուս գործընկերների հետ հարաբերություններում լարվածություն չի տեսնում։ Շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք մեր գործընկերների հետ։ Ընկերության համատեղ քննարկում եք խնդիրները եւ այդպես լուծում եք տվել։ Բոլոր ընկերությունների հետ էլ աշխատում ենք։ Հարցեր միշտ էլ եղել է, վաղնել են լինելու հարցեր, Ժորժ ջան։ Այդ հարցերը դա համար է որ լուծվեն։ Ծաղիկների արտահանման շուրջ նախորդ տարի առաջացած խնդիրներից հետո ռուսական կողմը հայ մասնագետների հետ համատեղ առցանց ստուգումներ է իրականացրել մի շարք ջերմոցներում եւ մի քանի տասնյակ ընկերությունների թույլատրել է ծաղիկներ արտահանել Ռուսաստան։ Ինչու է դրանից հետո ռուսական կողմը շարունակում կասկածներ հայտնել ու դժգոհել։ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորեցին ՍԱԱՏՄ դիմել, այս կառույցից էլ այսօր պատասխան ստանալ չհաջողվեց։ Իսկ հայկական ապրանքները Ռուսաստան տանող բեռնափոխադրողը կարծում է այս լարվածությունը կհստակեցվի Հայաստանում ազգային ժողովի ընտրություններից հետո։ Հունիսի 7-ից հետո նոր ամեն ինչ պարզ կլինի։